Սամվել Կարապետյանը Հայաստանում վաճառում է հայրենասիրություն, բայց իր շրջապատի մասին հնչող մեղադրանքները նկարագրում են շատ ավելի մութ պատկեր։ Ճնշում, սեփականության խլում, ռուսական ուժային կապեր, ադրբեջանական միջնորդներ, բանտային սպառնալիքներ և նոյեմբերի 9-ից հետո իշխանություն վերադարձնելու փորձ։ Վահե Պարազյանի 2025 թվականի սեպտեմբերի հարցազրույցը այս շղթան ներկայացնում է բաց ձևով։ Ռուսաստանում հայ գործարարների հետ վարվում են ոչ թե որպես հայրենակիցների, այլ որպես թիրախների։ Բիզնեսը խլվում է բանտի սպառնալիքով, ընտանիքները ճնշվում են, սեփականությունը վերցվում է ուժով և վախով։ Եվ մինչ Կարապետյանի շրջապատը Հայաստանում խոսում է հայրենասիրությունից, նկարագրված մեխանիզմը աշխատում է Ռուսաստանի ԱԴՑ-ի միջավայրով և նույնիսկ Ռուսաստանում գործող ադրբեջանական կապերով։ Սա հայրենասիրություն չէ, սա ռեկետ է, փաթաթված դրոշով։ Հետո գալիս է բանակի մասը։ Ըստ մեղադրանքների, հայ գեներալը Սամո Կալուսկու սպառնալիքներն ու պահանջներն է փոխանցում բանտում գտնվող հայ գործարարին։ Գեներալ, ոչ թե պատահական մարդ։ Զինվորական կոչումը դարձվում է ահաբեկման գործիք։ Համազգեստը քաշվում է մասնավոր հաշվեհարդարի մեջ։ Հետո գալիս է բանտի մասը։ Ըստ ներկայացվածի, հայ գործարարը խոշտանգվում է ռուսական բանտում, իսկ գործը վարում է ադրբեջանցի քննիչ, որը կատարում է Կրեմլի հետ կապված